Սրբազան պայքարն ինձ համար իսկապես սրբազան պայքար է, որովհետև այնտեղ չկա պաշտոն, այնտեղ չկան գանձեր, այնտեղ չկա սուտ, այնտեղ չկա կեղծիք։ Ես միշտ էլ կողմ եմ եղել այս պայքարին, որովհետև տեսնում եմ ազնվություն, տեսնում եմ արդարության արմատներ։ Դրա համար ամեն անգամ թե հեռուներից, թե այստեղ մոտիկից ես ողջունում եմ այդ պայքարը եւ ուզում եմ հասնի իր նպատակին։ Իհարկե ասում են, որ մսխվել է, ասում են չարակամները, ասում են թուլակամները, ասում են նրանք, որոնք անգործ են, որոնք լոդր են, իսկապես անգործ են, այո, նրանք բազմոցին նստած անում են իրենց ոնց ասեմ, սուտ դիտարկումները, սուտ ենթադրությունները, որ մսխված է։ Դուք ինչ գիտեք, մսխվել է թե ոչ։ Ես չեմ կարող ասել մսխվել է, որովհետև ես այնքան լավ եմ ճանաչում Սրբազանին։ Սրբազանը իսկապես հայասեր, իսկապես քաջ տղամարդ է ու նա իր գործը պետք է միջև վերջ տանի։ Նա սուտ չի խոսում, նա կեղծիքների չի դիմում, նա իսկապես դուրս է եկել պայքարի այս թրքահպատակ իշխանությունների դեմ։ Նա մեծ գործ է անում, հայրենանվեր գործ է անում, ու եթե մարդիկ բողոքում են, թե շարժումը ավարտվել է, թե ինչու շարժումը այն ժամանակ չտվեց իր ցանկալի պտուղները, ես երևի 100-րդ անգամ եմ հիմա կրկնում, որ այդ շարժումը տվել է իր պտուղները, տվել է այնքանով, որ նրա մոտ հավաքվել են այն մարդիկ նույնիսկ, որոնք ընտրել են մեր այսօրվա վարչապետին։ Նրանք այդ օրը վարչապետին ասել են, մենք քեզ մերժում ենք, մենք էլ քեզ չենք հավատում։ Դրա համար Սրբազան պայքարը արդեն հաղթած է, Սրբազանը արդեն մեծ քայլը արեց ու շարունակում է քայլեր անել ու պարտադիր չէ, որ ամեն մեկն իմանա, թե նա ինչ է ուզում անի ու ինչպես է շարունակում իր այդ հրաշալի, այդ ազնիվ գործը, հայրենանվեր գործը ու ես կարծում եմ, որ այդ կրակը չի մարել, այդ կրակը իջել է ներքևում է ու լավայի տեսքով մի օր դուրս է գալու անկասկած ու կարծում եմ նաև մոտ ժամանակներս։ Իհարկե սա իմ տեսակետն է, ես այդպես եմ մտածում, որովհետև ճանաչում եմ Սրբազանին, գիտեմ, որ նա ետ կանգնողը չէ, գիտեմ, որ նա հասնելու է պայքարի պիկին, այսինքն ավարտին նաև, համոզված եմ։ Ես իմ հավատը երբեք չեմ կորցնում, հավատը կորցնել նշանակում է ուղղակի թևաթափ լինել ու այն մնացած մասի համար էլ թուրքին կանչել, հրավիրել, ասել եկել մի քիչ էլ կա, արեն էլ վերցրու ու գնա։ Ոնց կարելի է հավատը կորցնել, հույսը կորցնել։ Սովորաբար մեծ պատերազմներում, մեծ անախորժություններում փոքրաթիվ մասն է լինում ավելի ակտիվ ու ավելի շատ գործը ինքն է անում։ Ես հավատում եմ այդ քչին հիմա, որ կլինի արդյունք։ Հո մեր ազգը չի մեռել, մենք լավ ազգ ենք, մենք ունեցել ենք հոյակապ սերունդ, մենք 15 հանրապետությունների մեջ եղել ենք առաջիններից, այսօր ես արդեն զգում եմ, մենք ուր ենք հասել, բայց մեկը չի կարող ամբողջ ազգին տանել այդտեղ, մենք բոլոր դեպքերում չենք կործանվի, վստահ եմ, դուրս կգանք այս վիճակից ու իհարկե իմ համար արդեն լավ է այնքանով, որ կա Սրբազան շարժումը։ Առաջներում ես այսքան տեսակ ասեցիք հավատ չէ, առաջներում ես ավելի շատ էի մտածում։ Հիմա մի տեսակ ոնց որ այս փոխվել է, այսինքն նժարը մի քիչ թեքվել է Սրբազանի կողմը, գիտեմ, որ ինքը շատ է մտածում, ինքը գործ է անում ու ես մի քիչ ավելի համատաբար հանգիստ եմ ու հավատում եմ այդ շարժմանը, որ կլինի ցանկալի արդյունքը այսպես թե այնպես մենք հող տվող չենք, պարզապես այս նոր սերնդի գործը շատ դժվարացրեց
մեր այս ընկեր Նիկոլը դժվարացրեց այդ նոր սերունդների գործը, թե չէ ով է իր հողը տվելու հանգիստ նստել, չկա այդպիսի բան, այդ հողը մերն է, Արցախն էլ է մերը, այդ որ մեկ ասում են դուք պաթոսով խոսում եք, չէ, պաթոսով չենք խոսում, իմ արյունն է խոսում։ Ես Արևմտյան Հայաստանում արմատներ չունեմ, ոչ մեկը չունեմ, բայց մտածում եմ, որ մի օր էլ հենց Թուրքիայի մեր հատվածը մերն է լինելու։ Չգիտեմ ինչի ես այդպես եմ մտածում։ Կանցնեն տարիներ երևի մի օր մեկը կասի, որ այո, ինքը հավատով էր խոսում, որովհետև կես սանտիմետր հողը, որ թողնում ես հարևանին, արդեն սերունդներ են փոխվում ու նորից իրենց հողը իրենք հետ են վերադարձում, թե դատարանի միջոցով, թե տարբեր աղբյուրներով, թե տարբեր միջոցներով, միշտ կա դա, ով է իր հողը թողել, որ մենք մեր հողը տանք թշնամուն, չկա այդպիսի բան, ես հավատում եմ մեր ապագայի։